Իդեպ ձեզ ասեմ, բենզինի գինն էլ գիտեք ինչ հետաքրքիր է, սա առանձին թեմա է։ Ուրեմն, մինչև այս ադրբեջանիկ բենզինի գալը, հիշում եք Shell-ը մտավ հայկական շուկա, դա 2023 թվականի մոտ էր։ Դրանից առաջ բենզինի գինը այնքան էր, որքան այսօր Ադրբեջանն է ինչ-որ գին թելադրում։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին եւ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաեւ դիզվարելիք եւ դիզվարելիքի գինը արդեն այս ընթացքում նվազել է նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով, նաեւ ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով, այսինքն եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի եւ խաղաղության արդյունքներն են եւ խաղաղության օգուտները։ Եվ Փաշինյանական քարոզությունը դա ներկայացնում է որպես մի մեծ նվաճում, կարծես բենզինի գինը երբեք այդպեսին չէր եղել։ Ես անձամբ հիշում եմ, որ մոտավորապես նման գներ էր մինչև Shell-ի գալը։ Հայաստանում բենզինի գինը շարունակում է նվազել, մայրաքաղաքի բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 310, պրեմիում տեսակինը 330 դրամով։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը նվազումը պայմանավորում է ռուսական շուկայում ստեղծված իրավիճակով, որտեղից էլ հիմնականում իրականացվում է վառելիքի ներկրումը։ Այսինքն հենց իրենց իշխանության օրոք բենզինը թանկացել է, արհեստական մրցակցային, ոչ մրցակցային գուցե պայմաններ ստեղծելով, որովհետև հենց Shell-ը մտավ Ֆլեշը օրինակ հայտարարեց, որ իր բենզինը որակով չի զիջում, ինչու պետք է ինքը գինը ցածր պահի, ինքն էլ բարձրացրեց։ Արդյունքում արհեստականորեն բարձրացվել է գինը, հիմա էլ արհեստականորեն ադրբեջանական բենզինով իջացրել հասցրել են մինչ Shell-ային գներին եւ դա հայ ժողովուրդ ձեզ ներկայացնում են որպես խաղաղության օգուտ։ Սա ցնդաբանություն է ուղղակի, սա ձեզ ծաղրել է։ Բայց սա առանձին թեմա է, որին գուցե անդրադառնամ ավելի մանրամասն հետո։